8-ից երևի, ես չգիտեմ, տներն եմ հավաքում ենք։ Հա, տեղի ունեցավ, պայթուն տեղի ունեցավ, ես ճիշտ ասած մտածեցի սահմանը հարձակում կարող է լինել, հետո պատուհանից դուրս նայեցի, տեսնեմ հարևանը, այս կողքի հարևանը ջուր ա խնդրում, ջուր իջացրեք, երեխեք կային, մատացել էին այդտեղ վախից, բնական հա, կներն 6-րդ, 7-րդ դասան երեխեք, ջուր իջացրեցի, ես ներքնան զգեստով էի, ճիշտ ասած, գիշերային զգեստով էի։ Մինչև իջա արդեն, հետո տեսա, որ կողքը տենց ա եղել, տնից չէր զգացվում, որ ինչ-որ ավիրվածություն կա։ Ձերը կողքի մուտքն է, այսինքն ձերը չի։ Հա, մեջտեղի մուտքը։ Հետո դուրս եկա, այդ տենալով բարձրացրել եմ դոկումենտներն եմ վերցրել տանից, իմ անձնագիրը բանա, առաջարարչա պարագաները վերցրել դուրս եմ եկել ու չեմ բարձրացել, չգիտեմ։ Արդյունքը խնդրեմ։ Ասում են գազի արտահոսքի հետ կապված։ Ես չգիտեմ, դե մեր բազերում չի եղել, ես չգիտեմ։ Դա արդեն համապատասխան մարմինները կորոշեն, որտեղ ա եղել, ինչից ա եղել, ոնց ա եղել։ Մենք ես ուղղակի պայթուն շատ ուժեղ էր, լսեցինք տանը, բայց դե նայեցի դուրս ասի, տեսնեմ ինչ ա եղել, այդ չպայթուն էր։ Հետո իջա նոր տեսա, որ կողքի բաժես արդեն նստել։ Կար ճանաչել եք իրենց հարևաններին։ Ահա իհարկե, ստե փոքր ռաուն։ Ովքեր են, ասացին մեկը Ռիտա տատիկը 70-անց կիներ։ 70-անց իր տղան Արտուր, տեխնիկային թատրոնի մեր ղեկավարն էր, մեր լավ քաղաքացին։ Այսինքն իրեն էլ են գտել արդեն մարմինը։ Հա, տեղը գտել են իրեններ։ Տեղը գիտեն, որտեղ ա, որ մասում ա։ Երևի 53, նո 72 թիվ ա ինքը։ 53 երևի։ Իսկ մյուս երկու կանայք Կանայք մեկը իմ դիմացի հարևանուհին ա, վերևը արդեն պատրխանվել գելավերին մահացել ա Ռոզա, 88 տարեկան ա, 37 թիվ ա ինքը։ Ու այն մյուս Ռոզատատին ա, այդ որտեղից մտածում եմ, որ այդ գազի արտահոսքը իր տնից ա եղել։ Նա էլ 93 երևի, 92-93 տարեկան կին ա։